Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Ընդամենը օրեր առաջ 7 ամսվա դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դարձյալ հանդիպեցին։ Սա խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո առաջին անգամն էր։ Ինչ սպասել այդ հանդիպումից եւ ինչ զարգացումներ կարող են առաջիկայում տեղի ունենալ մեր տարածաշրջանում։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու են քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Պարոն Միքայելյան, շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Հաշվառնելով այն պաշտոնական հակիրճ հաղորդագրությունը, թե կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը, ինչ է հուշում, էական որևէ համաձայնություն հնարավոր է եղել ձեռք բերել։ Ոչ, իհարկե հիմնական համաձայնությունները ձեռք են բերվում երկարատև բանակցությունների ընթացքում, իսկ ղեկավարների հանդիպման ընթացքում ուղղակի դա կնքվում է, այսինքն ստորագրվում է կամ հայտարարվում է։ Տվյալ դեպքում հայտարարություն չկար, հետևաբար կամ նախնական աշխատանքը չի կատարվել, կամ որը ավելի հավանական է, նախնական աշխատանքը այն արդյունք չի տվել, որը կբերեր պայմանագրի ստորագրմանը։ Եվս մի բան, այստեղ հիմնական փաստը այն է, որ ուղղակի տեղի ունեցավ հանդիպում եւ որտեղ է այդ հանդիպումը տեղի ունեցել, Եվրոպական քաղաքական հանրության սամիթի ժամանակ, այսինքն նույն սամիթի, որը օրինակ Բրյուսելում է տեղի ունեցել ժամանակին եւ հետո Պրագայում եւ այլն, այսինքն դա նույն գործընթացը, այսինքն հայ-ադրբեջանական բանակցությունների դաշտը շարունակում է մնալ Բրյուսել։ Հիշում ենք, որ քննարկում էր, որ Ալիևը եւս կարող է Մոսկվա ժամանել եւ գուցե հենց այն պատճառով չգնաց Մոսկվա, որպեսզի Փաշինյանի հետ այդտեղ չհանդիպի, այլ հանդիպի բրյուսելյան հարթակում։ Բայց 7 ամիս առաջ էլ հենց ռուսական հարթակում չէ, Փաշինյան-Ալիև ըստ էության բանակցություններ տեղի ունեցան, ավելի պաշտոնական ներկայացուցչական մակարդակով։ Ավելի շուտ ուղղակի քննարկում ա եղել, որովհետև բանակցությունները հիմնականում տեղի ունենում տարբեր պաշտոնյաների կողմից կամ դիվանագետների կողմից, բայց տվյալ դեպքում, նորից եմ ասում, հաստատվել է, որ բրյուսելյան հարթակում է բանակցության դաշտը։ Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Ալբանիայում են, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերթական հայտարարությունը տարածեց, թե հայկական զինանշանը, որը հիշատակվում է Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է Հայաստանի Հանրապետության տարածքային պահանջները հարևանների նկատմամբ։ Ի վերջո, ինչպես կարող է լուծվել Բաքվի անընդհատ շարունակվող պահանջներով լի այս քաղաքականությունը։ Սա այն դեպքում, երբ որ Փաշինյանն, Ալիևը պետք է հանդիպեին կարճատև։ Սա միակ հայտարարությունը չի, եղել է նաև ուրիշ հայտարարություն, ըստ որի ադրբեջանական կողմը համարում է, որ հայկական կողմը կառուցողական չէ, տրամադրված չէ խաղաղության եւ այլ։ Այսինքն ադրբեջանական կողմը հաստատում է իր մոտեցումը, որ ինքը պատրաստ չէ խաղաղությանը, բայց իհարկե մեղադրում է դրա մեջ հայկական կողմին։ Այսինքն ադրբեջանական կողմը տապալում է բանակցությունը եւ հաստատում է, որ ընդհանրապես խաղաղության պայմանագրի կնքման մտադրություն չունի։ Երկրորդը, մինչ այդ ադրբեջանական կողմը խոսում էր սահմանադրությունից եւ ցավոք սրտի այդ բանավեճը սկսվել է նաեւ Հայաստանում, ներմուծվել է դեպի Հայաստան, բայց հիմա սկսել է խոսակցությունը արդեն զինանշանից։ Եվ այդտեղ խոսում է, որ հարևան երկրներ նկատի ունենալով Թուրքիային, եւ եթե մենք խոսում ենք Թուրքիայի մասին, որը պաշտոնապես այդ գործընթացին չի մասնակցում, իսկ գործնականում մասնակցում է, ապա մենք հենց այս գործընթացի հետ գործ ունենք, որտեղ Թուրքիան ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այս գործընթացի մեջ որպես երրորդ մասնակից եւ պետք է հաշվի առնենք, որ իրականում այն պատճառը, ինչու Ալիևը չի ստորագրում խաղաղությունը, թե հիմա, թե օրինակ նախորդ բանակցություններում ներառյալ Կազանը եւ Քյուեսթը, դա Թուրքիան է, թուրքական գործոն է, որովհետեւ Թուրքիան այդ խաղաղությունը չի ուզում եւ եւս մի շատ կարեւոր բան, եթե մարդիկ կան, ովքեր մտածում են, որ Էրդողանը վախենում է Ալիևից եւ դրա համար չի գնում Հայաստանի հետ հաշտեցմանը, իրականությունը հակառակն է։ Տեսեք, երբ եղան կադրեր, որոնցում երևում էր նաեւ Էրդողանը Ալբանիայում, որին մոտեցան նաև Ալիևն ու Փաշինյանը, մեկնաբանվեց նաև, թե Թուրքիայի նախագահն է կազմակերպել այդ կարճատև շփումը։ Դուք կիսում եք այդ տպավորությունը, թե ամեն դեպքում Էրդողանի հետ այդ շփումները եղան միայն Ալիև-Փաշինյան կարճատև շփումից հետո։ Դե կոնկրետ դրվագը ես չգիտեմ, դրա համար սպեկուլյացիաներով չեմ զբաղվի, բայց ընդհանուր ձևաչափը այսօրվա դրությամբ թելադրում է Թուրքիան, հատկապես Թուրքիան թելադրում է Ադրբեջանի պահվածքը ամբողջությամբ եւ այսպիսով հենց Թուրքիան է
գործընթացը կազմակերպում մեծ հաշվով։ Տվյալ հանդիպումը ինչպես է կազմակերպվել, ես չեմ կարող ասել։ Առհասարակ հաշվի առնելով ներկայիս իրադրությունը, ինչ է կարծում Թուրքիան ինչու շահագրգռված չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանն ի վերջո հասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որտեղ փորձագիտական դաշտում նաև արդեն գոնե թե վերջին շրջանում կան այսպես կարծիքներ, թե Թուրքիան շահագրգռված է պարզապես այդքան ազդեցություն այս փուլում չունի Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանին ստիպի ստորագրել խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ։ Ես կտրականապես անհամաձայն եմ այս կարծիքների հետ եւ համարում եմ, որ դրանք Թուրքիայի թերագիտությամբ են պայմանավորված, այսինքն իրականությունը հակառակն է։ Ինչու հակառակն է։ Նախ Թուրքիայի ռեսուրսը Ադրբեջանի համեմատ եւ Հայաստանի համեմատ անհամեմատ մեծ է, շատ ավելի մեծ է։ Երկրորդը Ադրբեջանը իր այսպես ասած ագրեսիվ քաղաքականությունը կարողանում է իրականացնել միայն այն պայմաններում, երբ Թուրքիան ամբողջությամբ դիվանագիտական ծածկույթ է ապահովում Ադրբեջանի համար եւ ոչ միայն դիվանագիտական, այլ նաեւ ռազմական։ Երրորդը Թուրքիան մի քանի անգամ փաստ ունենք, երբ տապալել է բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, եւ վերջին հանգամանքը դա այն է, որ Թուրքիային, եթե մենք ռազմավարական Թուրքիայի նպատակները իդենտիֆիկացնենք, նայենք ինչ են քննարկում Թուրքիայում եւ այլն, ապա կտեսնենք, որ Թուրքիան համարում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը նրանց համար գործիք է, որպեսզի մտնեն տարածաշրջան, այսինքն Ադրբեջանի միջոցով ուժով մտնեն տարածաշրջան, որպեսզի հետո ներթափանցվեն Միջին Ասիա, Կասպից ծով եւ այլն, եւ այդ հակամարտությունը միշտ թույլ է տալիս Թուրքիային ներկա լինելու Հարավային Կովկասում։ Եվ մենք հիմա տեսել ենք, որ Թուրքիայի ազդեցությունը էականորեն ընդլայնվել է 2020 թվականից հետո, բայց այդ գործընթացը կարող է եւ շարունակվել, որովհետեւ դեռ վերջնական արդյունքի չի հասել։ Ադրբեջանը դեռ շարունակում է մնալ առանձին պետություն եւ Հայաստանը դեռ շարունակում է մնալ ինքնիշխան պետություն։ Թուրքիան ունի նպատակ այս երկու իրադրությունը փոխելու եւ երբ որ խոսվում է, որ մեկ ազգ երկու պետություն եւ հետո հայտարարվում է, որ գնում ենք դեպի եւ նման հայտարարություններ եղել են նաեւ Էրդողանի կողմից, գնում ենք դեպի մեկ ազգ, մեկ պետություն։ Եվ այսպիսով այստեղ այս նպատակները ես չէի թերագնահատի եւ բարձր որ այս տրամաբանության շրջանակներում Թուրքիայի հաշտեցումը Հայաստանի հետ նրան ավելի քիչ է տալիս, քան թե Թուրքիայի կոնֆլիկտը Հայաստանի հետ։ Պարոն Միքայելյան, եթե Ադրբեջանը չէր ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել, Թուրքիան էլ չէր ինձ ցանկանում, որպեսզի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կնքեր, ապա ինչու այդ 17 կետից բաղկացած համաձայնագրին հասան, որ դա ի վերջո համաձայնեցվեց։ Կարող է ինչ է, հենց այդ ժամանակ պահանջներ եւ ի վերջո չհասնել այդ համաձայնությանը։ Լավ հարցադրում է, իրականում այդպես էլ եղել է, որովհետեւ եթե չեմ սխալվում փետրվարին է եղել այդ հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստ է, որ տեքստը համաձայնեցվել է, որը երկու կողմից եղել է, եւ նույն օրը երեկոյան արդեն Ադրբեջանից մենք լսում ենք բայց հաջորդ օրը արդեն ոչ եւ այլն եւ այլն։ Այսինքն նախ այս ձեր ասածը եղել է։ Երկրորդը, ինչու Ադրբեջանը գնաց տեքստի համաձայնեցման, որովհետեւ տեսեք միջնորդը համենայն դեպս մինչև հիմա շարունակում է մնալ արևմուտքը։ Տվյալ դեպքում ԱՄՆ-ն եւ Բրյուսելը ավելի հաճախ Բրյուսելը, հա, եւ ինչ որ չափով Բաքուն ստիպված է, որպեսզի նրանց նկատմամբ խաղեր տա եւ նրանց էլ փորձի սիրաշահել կամ գոնե ինչ որ չափով գոնե մակերեսային Երևալ կառուցողական։ Եվ սկզբից Բաքուն ներառել է այս պայմանագրի մեջ եւս մի քանի պահանջներ, իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ բազմաթիվ պահանջներ կան։ Օրինակ, Ադրբեջանը պահանջում է Մինսկի խմբի ծրումը, Ադրբեջանը պահանջում է ուրեմն հետկանչը հայտերի, Ադրբեջանը պահանջում է սահմանադրության փոփոխությունը եւ նաեւ իսկ այդ կետերը երկուսը, որը ես թվարկեցի, արդեն ներառված են այս տեքստի մեջ։ Երրորդը սահմանադրության փոփոխությունը, դա Ադրբեջանը դնում է որպես պահանջ բանակցությունների համար եւ եւս մի քանի կետ է առաջացնում եւ եղել է նաեւ այսպես կոչված միջանցքի խնդիր, հա։ ԱՄՆ-ն պահանջել է, որպեսզի Ադրբեջանը միջանցքի խնդիրը դուրս բերի պայմանագրից եւ Ադրբեջանը դա տեղափոխել է ուղղակի պահանջների ցանկում։ Այսինքն այստեղ եւ Ադրբեջանը հիմա պահանջում է, որպեսզի երկու զուգահեռ բանակցություն վարվի, մեկը կոմունիկացիաների վերաբերյալ, մեկը խաղաղության պայմանագրի վերաբերյալ։
կոմունիկացիաների վերաբերյալ ներառված է լինելու այսպես կոչված միջանցքի խնդիրը, մնացածը ներառված է լինելու այսպես կոչված խաղաղության պայմանագրի մեջ։ Բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ երբ որ հասել ենք պահին, երբ որ գրեթե բոլոր կետերը համաձայնեցված էին, ապա ԱՄՆ-ն պահանջեց միջանցքի խնդիրը դուրս բերել, մնաց երկու կետ, որին հայկական կողմը համաձայնություն է տվել, թեև հայկական շահերից դա չի բխում, բայց ամեն դեպքում որպիսի խաղաղության, որպիսի ավելի ճիշտ պայմանագրին հասնենք, հայկական կողմը համաձայնություն է տվել։ Եվ այդտեղ Ադրբեջանը արդեն չէր կարող ասել, որ մենք դեմ ենք, որովհետև դա զգալիորեն նաև իրենց կազմած տեքստ է։ Նրանք ասել են, այո, հաստատել են, որ տեքստը համաձայնեցված է, բայց հետո մերժել են բանակցությունը։ Իսկ ինչն է խանգարում, որ շարունակվի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները։ Ի վերջո այդտեղ էլ կարծես թե կար կոնսենսուս, եղավ համատեղ հայտարարություն, մի փոքր հատված արեցին հողի վրա, բայց կարծես թե սառեցված այդ գործընթացը եղավ։ Նախ այդ հատվածը ռազմավարական նշանակություն ուներ, թեև քարտեզի վրա կարող է երևալ փոքր, որովհետև դա միասնական պաշտպանական գիծ է, որի մեջ արդեն ճեղքում կա Կիրանցի հատվածում, եւ երկրորդը գործընթացը տեղի ունենում միակողմանի, որի մասին Ադրբեջանի ղեկավարությունը անդադար խոսում է եւ իդեպ հայկական ղեկավարությունը եւս, երբ որ ասում է, որ եթե մենք չգնանք այդ պայմանների, ապա կլինի պատերազմ։ Այսինքն տեղի ունենում ուժի եւ ուժի սպառնալիքով համաձայնագրի կնքումը, որը ընդհանրապես ըստ միջազգային իրավունքի առ ոչինչ է, որպես պայմանագիր։ Բայց ամեն դեպքում այս գործընթացն էլ կանգնեց, որովհետեւ Ադրբեջանը հիմա փորձում է ավելի մեծ խնդիր լուծել կամ հետաձգել այս գործընթացը, մինչև իրենց համար ռազմավարական պատերնը հայ խորհրդային տարածքում պարզ կլինի։ Այսինքն հավանաբար սպասում են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին կամ գոնե թեժ փուլի ավարտին եւ տեսնեն, թե ինչպես է դասավորվում հետ խորհրդային տարածքում ուժերի բալանսը, որպեսզի հետո հասկանան ում հետ խոսեն, որպեսզի հաջորդ քայլերը ձեռնարկեն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ մայիսի 20-ին նախարար Սերգեյ Լավրովը կլինի Հայաստանի Հանրապետությունում եւ այդ այցի շրջանակում կքննարկի նաեւ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարները։ Ինչ կարող է այս փուլում այդ թեմայով քննարկել հայկական կողմի հետ Լավրովը։ Դե ինչպես Արևմուտքն է հանդիսանում միջնորդը, Ռուսաստանն էլ է ուզում լինել միջնորդ եւ մինչեւ 2022 թիվ Ռուսաստանն է եղել հիմնական միջնորդ, հետո երկու կողմերի համաձայնությամբ գործընթացը տեղափոխվեց Բրյուսելյան եւ Վաշինգտոնյան դաշտ եւ ռուսական կողմը անդադար հիշեցնում է, որ պատրաստ է ընդունել բանակցությունները եւ պատրաստ է, որպեսզի բանակցությունները տեղափոխվեն ռուսական դաշտ։ Իմ կարծիքով հիմնականում սա է քննարկվում, բայց ոչ միայն իհարկե, որովհետեւ ամեն դեպքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների շրջանակը բավականին լայն է։ Մենք տեսել ենք, որ Փաշինյանի այցը Մոսկվա եղել է հիմնականում միտված այդ մասնակցության այս հիշատակի գործողությունների եւ այսպիսով բանակցությունները չեն եղել եւ հիմա այսպես կոչված follow-up-ը լինելու, այսինքն բանակցությունը լինելու, որը արդեն միտված է երկկողմանի եւ ավելի լայն օրակարգի քննարկմանը։ Դուք տեսնում եք այս փուլում հնարավորություն հայ-ռուսական հարաբերություններում արկա ճգնաժամը, եթե համաձայն եք, որ կա ճգնաժամ, հաղթահարման միջոցները։ Ճգնաժամը իհարկե կա, հաղթահարումը դա իմ կարծիքով այդքան էլ իրատեսական չէ, բայց եթե մենք խոսանք արկա իրավիճակի, ապա այս բայդրությամբ ճգնաժամը անկառավարելի դեպի կառավարելի փուլ է անցել եւ կարծում եմ, որ նաեւ դա է քննարկվելու, այսինքն ինչքանով ինչ ուղղությամբ են զարգանալու հարաբերությունները եւ ինչքանով կողմերը իրար հասկանալու են, որովհետեւ ամեն դեպքում երկու պետությունների միջև անդադար կոնտակտ է պետք, որպեսզի կողմերը իրար հասկանան։ Պարոն Միքայելյան, Ադրբեջանն ու Իրանը Արցախի օկուպացված տարածքում զորավարժություններ են անցկացնում։ Մեր այդ երկու հարևանների միջև հարաբերությունները կարծում եք կարգավորվել են։ Այստեղ մի քանի գործընթաց կա։ Մի կողմից Ադրբեջանի եւ Իրանի միջև խոր անհամաձայնություններ կան, որոնք թե կրոնական, թե քաղաքական բնույթ են կրում։ Մյուս կողմից կա փորձ Իրանի մեղմացնել իր շուրջ ոնց որ հակասությունները, որովհետեւ այս պայմանությամբ Իրանը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, այսինքն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հարաբերությունները սրման փուլում են գտնվում, թեև նաեւ բանակցային գործընթաց էլ կա, բայց այդ բանակցային գործընթացի շուրջ բավականին լուրջ սրացում կա մի կողմից։ Մյուս կողմից Իրանի ներսում կա
թե քաղաքական թե տնտեսական ճգնաժամ, հա, եւ քաղաքական ճգնաժամը արտահայտվում է նաեւ փոքրամասնությունների դժգոհությամբ, իսկ փոքրամասնություններից մեկը նաեւ ադրբեջանցիներն են, իդեպ ներկայիս նախագահան եւս այդ փոքրամասնության ներկայացուցիչ է, այսինքն Պեզեշկյանը ադրբեջանցի է, եւ այսպիսով Իրանը փորձում է մեղմացնել հակասությունները Ադրբեջանի հետ այս պայմանությամբ, բայց սա չի նշանակում, որ հարաբերությունները բարելավել են, ավելին ասեմ, նման զորավարժություն եղել է նաև 2023 եւ 24 թվականներին, այսինքն եւ իդեպ Իրանը նաև հայկական կողմի հետ անցկացրել, այսինքն Իրանը փորձում է ուղղակի ակտուալիզացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Ավել բան չեմ կարծում։ Զորավարժությունների հետ է համընկել նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հերթական այցը Թեհրան, այդ երկրի նախագահի հետ է հանդիպում տեղի ունեցել, որն է Իրանից հայկական կողմի ցանկությունները այս փուլում։ Դե պարզ է, որ հայկական կողմը ուզում է, որպեսզի Իրանի այն հայտարարությունները, որ Իրանը չի թույլ տալու Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում ամրապնդվեն, եւ փորձում է հասկանալ, թե դա ինչ ձևաչափով արկա աշխարհակահաղական իրավիճակում կարող է իրականացվել կամ առհասարակ ինչպես կարելի է խորացնել հարաբերություններ։ Հիշեցնեմ նաեւ, որ Իրանը դարձել է վերջերս Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու անդամ եւ այսպիսով Հայաստանի եւ Իրանի տնտեսական հարաբերությունների հերանեկարը մեծացել։ Բացի այդ, եթե օրինակ ենթադրենք, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ապա սա նշանակել է, որ Իրանը դուրս է գալիս շրջափակումից, իզոլյացիայից եւ այդ պարագայում Հայաստանի եւ Իրանի միջև քաղաքական հարաբերությունների հնարավորությունները եւս ընդլայնվում են։ Այսպիսով, իմ կարծիքով այստեղ էլ քննարկելու բան կար եւ հատկանշական է, որ ամեն դեպքում Իրանում բավականին բարձր մակարդակում ընդունել են հայկական պատվիրակությունը։ Եվ ամփոփելով զրույցը, ի վերջո կարծում եք Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև կհաջողվի կնքել միջուկային համաձայնագիրը եւ ինչ կարող է դա տալ տարածաշրջանին։ Այստեղ մենք մի քանի տարատեսակ միտումներն ենք տեսնում եւ ակնհայտ է, որ դեռ վերջնական որոշված չէ։ Բայց մենք տեսնում ենք, որ թե Տրամպի կողմից, թե Իրանի ղեկավարության կողմից ցանկություն կա հաջողության հասնելու։ Բայց կան նաև խանգարող կողմեր, թե Իրանում, թե ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում հատկապես իսրայելական լոբին, Իրանում ծայրահեղական ոնց որ խմբերը իսլամիստական։ Բայց Իրանի ղեկավարության մեջ հիմնականում հասկացություն կա, որ դա անհնար է շարունակել եւ պետք է ինչ որ ձևով հաշտեցման գնալ։ Այստեղ ուղղակի հարց է պայմանների մասին։ Եվ վերջերս մենք տեսել ենք, որ Թրամփը որոշակի զիջումների գնաց, թույլ տվեց, որպեսզի Իրանը շարունակի իր միջուկային ծրագիրը եւ հրաժարվի միայն միջուկային զենքի ծրագրից, որտեղ որպես երրորդ կողմ ներգրաված է լինելու նաեւ Ռուսաստանը, որտեղ տեղափոխվելու այդ միջուկային նյութը, հա, որպեսզի պահպանվի։ Եթե խախտվի գործարքը, դա կարող է վերադարձվել արդեն, հա։ Այսպեսով ստեղ նաեւ ռուսական միջնորդության խնդիր կա եւ Թրամփը այսօր խոսելու է Պուտինի հետ, ինչպես ասել է, եւ ակնհայտ է, որ քննարկվելու է ոչ միայն Ուկրաինան, այլ նաեւ Իրանը, Իրանի խնդիրը։ Այսպիսով այս բանակցային գործընթացը շատ թեժ փուլում է իմ կարծիքով եւ հաջողության հավանականություն կա, բայց հաստատ ոչ 100%։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հեռանկարում քաղաքագետ Հրանտ Միքայելյանն էր։